Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Շնորհակալություն, որ հրավերս ընդունեցիք։ Շնորհակալություն ձեզ։ Պարոն Աբրահամյան, սկսենք նրանից, որ այո, հունիսի 7-ի ընտրություններն այլևս պատմություն են, սակայն դրա հետևանքները նոր ենք տեսնում եւ նոր է ձևավորվում առհասարակ խորհրդարանը։ Երեկվա դեպքերը մեզ վառօրինակ, չնայած դրանք անդրադառնանք, այդ ձեր տպավորություններն առհասարակ հունիսի 7-ին տեղի ունեցած ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Նախ փոքր արձանագրում անպայման պետք է անել ընտրություններին անդրադարձ կատարելուց, որովհետեւ այն անդրակեղծիքները վարչական ռեսուրսի կիրառում, աննախադեպ ճնշումները, որոնք կիրառվել են ընտրական այդ ցիկլում, երևի թե վերջին 3 տասնամյակի ընթացքում ամենան են եղել, ու հատկապես հատկանշական է այն իշխանության միջամտությամբ եւ նախաձեռնությամբ, որոնք ամենաշատն են խոսում ընտրական գործընթացի կարևորության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին։ Բայց իհարկե քաղաքական process-ները ցույց տվեցին, շատերի համար դեռ 18-ին էին ցույց տվել, շատերի համար միգուցե վերջին շրջանում, որ այն ինչ որ հայտարարում է դեռևս չի նշանակում, որ դա հենց այդպես էլ պետք է գնա process-ները, եւ այն իշխանությունը, որը ամենաշատն էր խոսում օրենքի եւ օրինականության մասին, ամենաշատն է խախտում դրա հիմնական սկզբունքները։ Նաև մարդասիրության մասին։ Ակնհայտորեն դա ակնհայտ է, որովհետև մի շարք կալանավորումներ քաղաքական առումով, որոնք տեղի ունեցել, ցույց են տալիս, որ դրանում կա, եթե ասեմ միայն հումանիտար բնույթի խնդիրներ, դա շատ մեղմ կլինի, որովհետև որոշակի դեպքերում դրանք կտանքներ են մարդկանց նկատմամբ, այն սահմանափակումները, որոնք առկա են, դրանք հատկանշական են հատկապես կին գործիչների կամ ակտիվ դեմքերի նկատմամբ, դրանք հատկանշական են աննախադեպ սահմանափակումների պայմաններում այն կալանավորների, որոնք գտնվում են անազատության մեջ, եւ եթե կարճ ամփոփենք, ապա սրանք չընտրություններ էին, եւ բնականաբար սրա լեգիտիմությունը ոչ միայն կասկածի տակ է առնում երկրի ներսում, այլ դրսում։ Այն տարբերությամբ, որ այս պահին դրսի այդ ուժերին բավականին կոմֆորտ է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գոյությունը, որովհետեւ նրանք իրականացնում են նրան շահերը եւ ըստ էության օգտագործվում երրորդ երկրների դեմ եւ պարզապես այս պահին դրա մասին հրապարակային չի նշվում։ Պարոն Աբրահամյան, տեսեք, 3 արդեն հրապարակվեցին այն պատգամավորների անունները, որոնք կգնան եւ կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Այ ինչպիսի ազգային ժողով ձևավորվեց այս անգամ։ Զուգահեռաբար ընդգծենք, որ այո կա նոր ընդդիմադիր ուժ, Հայաստանի մասին է խոսքս։ Նաեւ Հայաստան դաշինքը կարծես նույն կազմով է, ուրեմն հանդես գալու արդեն 9-րդ գումարման ազգային ժողովում։ Այս ամենի համատեքստում ինչպիսի ազգային ժողով կտեսնենք արդեն սեպտեմբերից սկսած։ Չափազանց կարևոր է հիմքում դնել այն հանգամանքը, թե ինչ խնդիրներ առաջ դրել այս կամ այն ուժը խորհրդարան գնալով կամ խորհրդանում տվյալ կազմ մտցնելով, որովհետև հավատացեք, միգուցե արտաքուստ շատերի համար սա այդքան ուշադրություն չարժանանա այս հանգամանքը, բայց շատ կարևոր է թե դու ինչ ես պատրաստվում անել խորհրդանի ներսում։ Միջև այս պահը, եթե անկեղծ լինենք, անդիմադիր երկու ուժերը շատ հստակ չեն ասել, թե իրենք ինչ մարտավարությամբ են շարժվելու։ Օրակարգը հայտնի չէ։ Հա, կա որոշակի ռազմավարական նպատակ, որը սահմանված է անդիմադիր դաշտում, դա իշխանափոխությունն է, որը նաև այս երկու խորհրդարան մուտք գործած ուժերի նպատակն է ամեն դեպս հայտարարված առումով, բայց մարտավարական առումով դեռևս հստակ չէ, թե դրան ինչպես պետք է հասնել։ Եվ ըստ այդմ շատ դժվար է այդ համատեքստում գնահատել, թե արկա կազմը անդիմադիր ուժերի որքանով կարող են լինել էֆեկտիվ։ Ես բացվածքով ասեմ, որ շատ ավելի պարզ կլինի։ Եթե սրա հիմքում դրված է խորհրդանում ակտիվ բովանդակային պայքարը հանձնաժողովներում, նիստերում եւ այլն, սա ենթադրում է այլ կազմ։ Եթե այնտեղ չոր դիմակայության պայքար է ակնկալվում կամ ենթադրվում, դա այլ կազմ է ենթադրում եւ այլն։ Այսինքն տարբեր սցենարների համար տարբեր մարդիկ են ներկայացված։ Ես չեմ ուզում ասել, որ 21-ից 26-ի ժամանակահատվածում ամբողջությամբ այդ սկզբունքները հաշվի առնված են եղել, հատկապես այստեղ
մեր օրինակը բերեմ, որ չստացի, որ ինչ-որ այլ մարդկանց թիրախավորում են, ես էլ ինքս էլ որպես 5 տարվա պատգամավոր, երբ որ նաև հետհայաց եմ նայում այն process-ներին, որի միջով անցել ենք, իմ համար այս սկզբունքները դարձել են շատ ավելի կարևոր եւ նաև սրանով է պայմանավորված, որ ձեր հարցադրմանը ես մի փոքր շատ ավելի լայն կոնտեքստում ներկայացեցի մոտեցումը։ Կարելի է Փաշինյանի հետ ընտրությունների գնալ հաշվի առնելով նախկինում տեղի ունեցածները։ Տեսեք, հիմա ես եթե շատ միանշանակ ես հարցին պատասխանեմ, կստացի, որ ես թիրախավորում եմ այն ընդդիմադիր ուժերին, որոնք գնացել են ընտրական process-ներին։ Մյուս կողմից հանրապետականի մոտեցումը հստակ է եղել, մենք սրա մասին խոսել ենք առնվազն վերջին 1 տարվա ընթացքում, թեև ընթացքում էլ սրա մասին բազմիցս տարբեր համատեքստերում խոսակցություն գնացել է, բայց նաև սրանով է պայմանավորված եղել, որ մենք ընտրական process-ին մեր մասնակցությունը չենք ունեցել, ավելին ընտրություններից առաջ էլ հայտարարել էինք, որ այն կեղծիքների մասշտաբը, որ այսօր նկատելի է, դրա մեջ պետք է ընդունել վարչական ապարատի ներգործությունը, սրա մեջ վարչական ռեսուրսի ներկայացվածությունը պետք է հաշվել եւ նաեւ այն քաղաքական հետապնդումները, որոնք եղել են, ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը որևէ պայմաններում պլյուս մինուս այսքան ձայն կամ այնքան ձայն որևէ պայմաններում չի թողնելու իշխանության փոփոխություն։ Ավելին ասեմ, այն ինչ որ տեղի ունեցավ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, այն ինչ որ տեղի ունեցավ գիշերը քվեարկության օրը, երբ որ դեռևս 10-15% քվեաթերթիկները հաշվարկված Փաշինյանը խոժոր դեմքով հայտարարում էր իր հաղթանակի մասին եւ այլն, գիտեք, սրանք կոմպլեքս առումով իրական ցույց են տալիս, թե ինչ որակի ընտրություն է տեղի ունեցել եւ իշխանությունը ինչպես է ամեն գնով անկախ անես թե դա ինչ միջոց է ենթադրում գնացել է այդ քայլեն։ Մեր համար սա ցավոք ակնհայտ է եղել, սրա մասին ենք շատ ենք խոսել, որովհետեւ վերջին 5 տարիները դեպ դրա տարբեր հանգրվանային ժամանակահատվածներն ցույց են տվել, որ այս որակի իշխանությունը ցանկացած գնով օրինական, անօրինական եւ մնացած բոլոր առումներով խնդիր ունի պահպանելու իշխանությունը, ունի առնվազն 1 աշխարհակաղակական բևեռի մեծ աջակցությունը, որը եւ աշկ է փակում բոլոր կարգի խախտումների վրա, ավելին նաեւ խրախուսում է մեր երկրի ներսում բռնությունները եւ բնականաբար այս պայմաններում սпасել քաղաքական առումով դասական ելքի բնականաբար չէին կարող եւ նաեւ դա է եղել այն գործոններից մեկը, որը դրվել է մեր ընտրություններին չմասնակցելու որոշման հիմքում։ Տեսեք, ընտրություններից հետո, երբ որ արդեն պարզ էր, որ այո, ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովը ձևավորվելու է 3 քաղաքական ուժերի համատեքստում, քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների մասին է խոսքս։ Եվ զուգահեռաբար տեսանք, որ ընդդիմադիր դաշտում մի շարք պատգամավորներ 100-ից ավելի պատգամավորներ ինքնաբացարկով հանդես եկան։ Սա ինչի հետ էր կապված։ Եթե ճիշտ հասկացա, խոսքը պատգամավորի տեխնացուների մասին է։ Ես կարծում եմ, որ ընտրությունների մասնակցած ուժերը, մասնապես ընդդիմադիր ուժերը, գիտակցում են խորհրդարանում սպասվելիք բավականին կոշտ դիմակայությունը, հասկանում են, որ իշխանությունը փորձելու է նաև ազդեցություն ունենալ այն մարդկանց նկատմամբ, որոնք որևէ առումով ունեն խոցելություն։ Մաշեցնելու մասին էլ էին խոսվում։ Այս խոցելությունը, որ ես ասում եմ, չհասկանալ, որ այդ մարդկանց անցյալում կամ կենսագրականում ինչ-որ մութ կետեր կան եւ այլն, որովհետեւ այս իշխանությունը տարբեր իրավիճակներ, տարբեր դրվագներ ամենածանր ձևով օգտագործում է եւ ես ենթադրում եմ, որ յուրաքանչյուրը իր ներսում որոշակի process է ծավալել, որի հետևանքը եղել է այն, որ տարբեր մարդիկ նաեւ ինքնաբացարկ են հայտնել։ Իհարկե ճանաչում եմ մարդկանց, որոնց ինքնաբացարկի որոշումը պայմանավորված չի եղել իմ նշած գործոններով, դա եղել է անձնական բնույթի կամ մեկ այլ գործոնի, այսինքն չեմ փորձում բոլորին բերել այս ընդհանուր դաշտում դիտարկել։ Համենայն դեպս, եթե այս process-ի հիմքում այն ինչ որ ես եմ ենթադրում, այսինքն մաքսիմալ ֆիլտրում է տեղի ունեցել, ես կարծում եմ, որ դա կարևոր է։ Տեսեք, զուգահեռաբար անդրադառնանք շատ կարևոր մեկ այլ հանգամանքի համանadrության հնարավոր փոփոխության մասին է հարցս լինելու։ Իշխող ուժը այլևս չունի այն մեծամասնությունը, որը նրան թույլ կտա այո միանձնյա կերպով փոխել մայր օրենքը։
Զուգահեռաբար էլ տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է հոխորտալ եւ ամենատարբեր ձևերով սպառնալիքների լեզվով խոսել Հայաստանի նկատմամբ։ Այս ամենի համատեքստում Փաշինյանին հնարավորություն կընձեռնվի եւ նա կկարողանա ընդդիմությանը ներսից քանդել եւ համապատասխան քանակի ուրեմն պատգամավորներին իր կողմը քաշելով փոխել մայրօրենքը։ Տեսեք, հույս ունեմ, որ ոչ, բայց կամ ավելի սկզբից նախ պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը վերջերս անդրադառնալով այն հանգամանքին, որ իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն, նշում էր, որ ինքը հույս ունի, որ Հայաստանում սահմանությամբ կամ մեկ այլ մեխանիզմի միջոցով այս հարցը կլուծվի։ Թե ինչ մեկ այլ մեխանիզմի մասին է, այս բանը ես դժվարանում եմ ասել, միգուցե սահմանադրագետները ինչ-որ խութերի մասին գիտեն, կամ ինչ-որ կիսալուծումների մասին, որոնք որևէ ձևով կարող են օգտագործվել, բայց ինձ առաջին բանը, որ թված այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահի օգնականի այն էր, որ ամեն դեպքում կուլիսներում ինչ-որ բան քննարկվել է, միգուցե որոշում չկա կամ համաձայնություն չկա, բայց ինչ-որ բան եղել է եւ որպես կանոն այս իշխանության ժամանակահատվածում մենք պրոցեսների տրամաբանության մասին իմանում ենք ադրբեջանցիներից եւ դա իմ մոտ իհարկե որոշակի անհանգստություն առաջացրել է։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, իմիջիալոց հանրապետականի տարբեր փուլերում տարբեր մարդիկ մի մասը գիտակցելով, մի մասը ուղղակի պահի ազդեցության տակ, երբ որ մեղադրում են 2015-ի սահմանադրության փոփոխության մեջ, իհարկե այդ նույն մարդիկ երբեք չեն հիշում, որ այդ սահմանադրական մեծամասնության գաղափարը հենց հանրապետականի նախաձեռնությամբ է մտցված, որպեսզի մեր երկրում ով է լինի իշխանության սահմանադրական փոփոխությունների այդպիսի կարևոր գործընթացի ժամանակահատվածում ստիպված լինի գնալու եւ խորհրդանական բոլոր ուժերի հետ խոսելու, որովհետեւ սահմանադրական մեծամասնություն ստանալը հեշտ չէր եւ այս պարագայում խնդիր կար, որպեսզի դա լիներ կոնսենսուսային տարբերակով եւ ըստ էության այդ սահմանադրական փոփոխությունն է, որ այսօր հնարավորություն չի տալիս այլ իշխող ուժին այդ process-ը նախաձեռնելու համար, սա իմիջիալոց Մեկ այլ հանգամանք, որը նաև կարևոր է այս համատեքստում, իշխանությունը հայտարարեց, որ սահմանադրության փոփոխությունների տեքստը պատրաստ կլինի տարեվերջ։ Իհարկե սրա մասին տարբեր ժամկետներ նշվել էր, դժվար է ասել, որ սա վերջին ժամկետն է եւ այլն, բայց ինչով է սա ուշագրավ, որովհետեւ ճակերտավոր խաղաղության գործընթացը առնվազն միջև այս տարեվերջ հետաձգվել է այն դեպքում, երբ որ իշխանությունը խաղաղություն էր խոստանում, երբ որ իշխանությունն ասում էր, եթե սահմանադրությունը չփոխենք սեպտեմբերին կարող են մարտական գործողություններ գնալ եւ այլն եւ այլն, եւ այս տեսանկյունից այս իրողությունները ցանկացած process-ի հիմքում պետք է դնել եւ հաշվի առնել։ Այսինքն հնարավոր համարում եք, որ սեպտեմբերին կլինեն որևէ ռազմական բախումներ եւ էսկալացիաներ։ Ինքս չեմ տեսնում դրա մեծ հավանականությունը, ավելին ես կարծում եմ, որ իշխանությունը սեպտեմբերյան այդ թեման օգտագործում էր շանտաժի ենթարկելով մեր ժողովրդին ընտրական process-ների վրա ազդելու եւ իր նարատիվները առաջ տանելու համար այս բան որևէ հիմք չկա կարծելու, թե այդ process-ը իրականում տեղի կունենա։ Այլ բան է հասկանալ, թե իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չունենալու պարագայում ինչ է պայմանավորվելու Ադրբեջանի հետ եւ ի վերջո գործընթացը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ինչ ուղղությամբ է շարժվելու։ Պարոն Աբրամյան, ո՞րն է այսօրվա ամենամեծ վտանգը, որը ծառացած է մեր երկրի առջև, բայց հասարակությունը դեռևս դա այնպես չի ընկալում, ինչպես պետք է ընկալեր։ Այստեղ գլխավոր խնդիրը կարծում եմ մեր ռեգիոնալ անվտանգության հարցն է, Քանի որ վերադասավորումներ են տեղի ունենում, կարծես թե, ճիշտ եմ հասկանում։ Վերադասավորումները տարբեր փուլերում գնում են, դրանք ինչ-որ փուլերում արագանում են, ինչ-որ փուլերում դանդաղում են, բայց ռեգիոնում մեր հարևանների դասավորությունը չի փոխվում։ Աչից Ադրբեջանն է, ձախից Թուրքիան է, որոնք թեև խոսում են խաղաղության մասին, թեև խոսում են կայունության մասին, խոսում են առևտրի եւ Հայաստանի հետ հարաբերությունների հավանականության մասին, բայց իրենց կեցվածքով շատ ավելի ճշտամություն են տարածում, քան կարելի է բարեկամություն ստեղծել այս պարագայում։ Երկրորդը ակնհայտ է, որ երկկողմ հարաբերությունները պետք է բոլորի համար փոխշահավետել են, իսկ Հայաստանի դեպքում ակնհայտորեն այդպես չէ։ Չի կարող Հայաստանը խոսել խաղաղության մասին կամ խոսել խաղաղության մասին որպես իրողություն, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքները շարունակում են մնալ օկուպացված։
չի կարող որպես իրողություն ընդունվել խաղաղությունը, երբ որ հենց այսօր էլ այս պահին էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի որպես ռազմական հանցագործ դարձնելու ճակերտավոր իրավական հիմքեր կառուցել, դրանք բազմիցս արտահայտվել են Բաքվում տեղ ունեցող դատավարությունների ժամանակ, այդ կեղծ դատավարությունների ժամանակ, որով անցնում են թվով 19 հայեր, եւ բնականաբար այս պայմաններում չի կարելի մի կողմից թշնամություն տարածել, դասագրքային առումով Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդին թշնամի հայտարարել, օկուպացրել այդ երկրի տարածքները, բայց միաժամանակ ասել, որ մենք գնում ենք խաղաղ կարգավորման, որտեղ օրակարգային առումով որևէ ձևով իմ կողմից նշված հարցերը պարզապես գոյություն չունեն։ Զուտ առևտուրը կամ տնտեսական հարաբերությունները չեն կարող անվտանգության երաշխիք հանդիսանալ։ Հնարավոր համարում եք, որ այսքանով հանդերձ, երբ մեր երկրում տեղի ունենում ամենատարբեր զարգացումները, խոսքս ռեպրեսիաների մասին է, անընդհատ տեսնում ենք նոր կալանավորումներ, այս ամենի համատեքստում Ադրբեջանի խոսույթները հնարավոր է, որ ավելի կոշտ կդառնան եւ նրանց կողմից ավելի ուրիշ քայլեր կձեռնարկվեն մեր երկրի նկատմամբ։ Ադրբեջանից հնչող ռետորաբանությունը բնականաբար ազդեցություն ունի մեր երկրում եւ եթե նկատել եք ընտրական process-ում ադրբեջանցիները բավականին լոյալ էին եւ լուռ էին։ Եթե հնչում էր նույնիսկ հայտարարություններ, որոնք սպառնալիք իրենց մեջ ներկայացնում էին, դրանք խիստ անուղղակի ձևով էին ասվում, որպեսզի դրանք մեր երկրում իշխանության դեմ որևէ արշավի, այսպես ասեմ, չբերեին։ Այսինքն հասարակությունը չհիասթափվի, հա։ Այո, շատ իրանց համար անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, առավել եւս համանդրական մեծամասն ունենալու գործոնը եւ իրենց ռետորաբանությամբ դա թույլ չէին տալիս։ Ավելին ասեմ, կային գործընթացներ, որոնք պետք է կազմակերպվեն, դրանք էլ էին ընտրական process-ներով պայմանավորվել եւ դրանք ընտրություններից հետո անցկացրեցին։ Շուշիում հայտնի մեդիա ֆորումը, օրինակ, որը կազմակերպվեց եւ Հայաստանի հայ ժողովրդի դեմ ուղղված հայտարարություններ եղան, նաև Նախիջևանում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների ֆորումը կազմակերպեց, որոնք եւս ժամկետների առումով դրել են իրենց համար տրամաբանական ժամկետներում ընտրություններից հետո, որպեսզի դա եւս Հայաստանում մեծ ազդեցություն չբերեր, որովհետեւ այդ ֆորումի ժամանակ այդ թվում պաշտոնատար անձանց կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք շատ նման էին Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների դրսևորելուն եւ ադրբեջանցիներին Հայաստանում որևէ ձևով բերելու եւ խսկելու առումով եւ այս տեսանկյունից հասկանալի է, որ Ադրբեջանում հաշվարկում են նաեւ Հայաստանում հանրային ընդվզման հավանականությունը եւ փորձում են Փաշինյանին հնարավորինս չխանգարել։ Պարոն Աբրահամյան, այս ամենի համատեքստում, երբ շարունակում են նոր քաղաքական տարկյալներ ի հայտ գալ մեր երկրում, արդյոք ժողովրդավար է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես շարունակվում է հրամցվել եւ հասարակությանը եւ միջազգային կառույցներին։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, այստեղ երկու ընկալումների մասին պետք է խոսել։ Առաջինը երկրի ներսում արկա հանրային ընկալումներն են, թե իրանք ոնց են դիտարկում այս կամ այն process-ը, որ իշխանություն համարում է օրինականության շրջանակներում, իսկ հասարակության մի հատված այդ թվում ընդդիմադիր ուժերը որպես քաղաքական հետապնդումներ։ Հիմա երբ որ սրանք անուղղակի ձևով ինչպես են արտահայտված, օրինակ տարբեր հարցումներ են լինում, որտեղ ներկայացված են ազատազրկված անձինք եւ օրինակ այդ հարցումներով մարդկանց հարց է տրվում, արդյոք այս մարդկանց քաղաքապետարքել համարում են։ Օրինակ մեծ թվով անձինք կան, որոնք այս ընթացքում սոցհարցումներով անցել են եւ մարդկանց պատասխանները ըստ էության ցույց է տալիս, որ եթե նրանք ուղիղ ձևով չեն հնչեցնում այս կամ այն մարդու նկատմամբ քաղաքական հետապնդման փաստը կամ չեն հայտարարում, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի, իրենց այդ անուղղակի պատասխանները ըստ էության ցույց են տալիս հասարակության մոտեցումը այդ process-ների նկատմամբ, ինչը հիմնականում դիտվում է որպես քաղաքական հետապնդում։ Սա ներսի առումով։ Դրսի առումով, եթե նկատել եք այն մեծ թվով միջազգային կառույցներ, տարբեր երկրներ, որոնք իրենց ներկայացնում են որպես ժողովրդավարության առաջատարներ, այդ երկրները խիստ ընդրողաբար են մոտենում տարբեր երկրներում եւ տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ։ Սրա հիմքում շատ վաղուց դրված է քաղաքական գործոնը։ Եթե կա ուժ, որը նրանց շահերի ուղեցրում է, ապա նրանց կողմից ցանկացած գործողություն, ցանկացած խախտում ամենակոպիտ
եւ այլանդակ խախտումների պարագայում էլ դրանց վրա կամ աշկ է փակվելու կամ դրանք հնարավորինս մեղմ բառապաշարով է ներկայացվելու։ Իսկ որտեղ կա քաղաքական ուժ, որը իրենց համար որոշակի առումով խնդրահարույց է դիտվում քաղաքական տեսանկյունից, ապա նույնիսկ փոքր դրվագը բավականին մեծ աղմուկի է բերելու պատժամիջոցներ, սահմանափակումներ, կոշտ բառապաշար եւ այլն։ Դրա համար այս տեսանկյունից ես կարծում եմ մենք հիմա պետք է ավելի շատ դիտարկենք մեր հասարակական մթնոլորտը եւ այնտեղ ձևավորված ընկալումները, որում ակնհայտորեն իշխանությունների կողմից իրականացվողը ակնհայտորեն քաղաքական նշանակություն ունի։ Այ հասարակության մասին խոսեցիք։ Այդ նույն հասարակությունը, որը քվե է տվել այսօր ընդդիմությանը, վստահություն կա, շարունակում է վստահել այն ընդդիմությանը, որը շատ շուտով կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Հունիսի 7-ին եւ դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացները չեն կարող մեր հասարակության առնվազն Նիկոլ Փաշինյանին ձայն չտվող հատվածի մոտ հիասթափեցնող չլինեին։ Դրանց մի մասը զգայական է, մի մասը խիստ օբյեկտիվ է, բայց ես չեմ կարծում, որ մենք այս 2-3 ամսվա կտրվածքով պետքա հիմա դիտարկենք, որովհետեւ դա չի կարող օբյեկտիվ պատկեր բերել։ Ես կարծում եմ, որ պետք է որոշակի հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերին գործելու խորհրդամուտ գործած ուժերի մասին այս բան խոսքը եւ այդ թվում իրենց ընտրողների ապացուցելու կամ հիմնավորելու, որ իրենց գնալը ճիշտ էր եւ իրենք ըստ էության իրենց խոստումները իրենց ընտրողների տրված դրանք կատարել են եւ լավ կնի սրա մասին խոսենք շատ ավելի ուշ։ Եվ ինչ խորհուրդ կտաք նորաթուխ պատգամավորներին։ Ճիշտ ասած չեմ ուզում որևէ խորհուրդ տալ, այն մարդիկ, ովքեր այդ խորհրդի կարիք ունեն, ես պատրաստ եմ նրանց հետ շատ երկար զրուցելու, որքան դա հարկ կլինի, բայց հրապարակային խորհուրդ տալը միգուցե ինչ-որ տեղ կարող է նաև ճնշում դիտարկվել, ինչը այս պահին խորհրդամուտ գործած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ չի ցանկանա։ Շնորհակալություն զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։